Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Եվ Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունն արդեն ավարտվել է։ Մոտ 2 ժամ առաջ իրավապահները դուրս են բերել եւ բացել շենքի չհրկիզվող պահարանը։ Քննիչները ստուգել են համակարգիչները, ուսումնասիրել մի շարք փաստաթղթեր եւ ներկայացրել դատարանի որոշումը, որի հիման վրա շենքում աշխատում էին ավելի քան 10 քննիչ։ Սա փրկարարության մեր աշխատողների միջոցով բացել են եւ հայտնաբերել են ուշադրություն դատարկ թղթապանակների։ Բացի դատարկ թղթապանակներից հայտնաբերել են 1 թուղթ Ազատ Արցախ թերթը։ Սա է թուղթը։ Այս է տեղադրված։ Քննչական կոմիտեն այսօր խուզարկություն է կատարել փրկարարների աշխատանքը, փրկարարների ներգրավել այս աշխատանքին, որպեսզի ջարդի է սեյֆը եւ տեղից դուրս բերի Ազատ Արցախ թերթը։ Եվ այս դատարկ թղթապանակները։ Հետո թողեցին այսպես, այս գույքի փչացման համարով է պատասխանատու դեր կպարզենք, այս Ազատ Արցախ թերթն է չարգրավեցին, շնորհակալություն չարգրավելու համար, թողեցին եւ գնացին։ Այս ամեն ինչը միթե ես պիտի որակեմ որպես քաղաքական գործողություն, որը այսօր իրականացվել է, կամ արշավի շարունակություն, որ իրականացվել է շարունակում է իրականացնել Արցախի ներկայացության նկատմամբ։ Եվ կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ ամենևին պատահական չէ, որ Արցախյան Հանրապետության Սահմանադրության օրվան նվիրված եւ արցախցիների հուզող ու վերադարձի հարցի հետ կապված կազմակերպված խորհրդանական լսումների անմիջապես հաջորդ օրը ներկայացությունում ժամը 12:00-ին սկսում եւ 16:10 ավարտվում է խուզարկություն քննչական գործողությունը։ Այս խուզարկությունը սկսվեց Արցախի հավաքական վերադարձի հարցի քննարկման հենց հաջորդ օրը։ Մեր նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։ Մանրամասները դիտենք ռեպորտաժում։ Արցախ հավաքական վերադարձը քննարկող Արցախի ազգային ժողովի լսումներին հաջորդում են խուզարկությունները։ Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողություններ է իրականացրել, ինչ գործի շրջանակում չի մանրամասնում։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահ է, որ երեկվա լսումների ու այսօրվա խուզարկությունների միջև ուղիղ կապ կա։ Իհարկե ուղիղ կապ կա, այսինքն ոչ թե ուղիղ կապ, այլ միանգամայն հիմնական առիթը դա է։ Իսկ պատճառը բոլորս հասկանում ենք, վաղուց Արցախի պետական ինստիտուտների հանդեպ, այդ թվում այս շենքի հանդեպ որպես ինստիտուտներին ներկայացնող շենք, հետապնդումները ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները խորհրդարանական լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն։ Բեգլարյանը չի բացառում նաև, որ Արցախի ներկայացուցչության շենքի հարցի այսպես ասած լուծումը Հայաստանի իշխանությունը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Նա նաև չի բացառում քննչական գործողություններից հետո ձերբակալությունները։ Վաղուց քաշքշում են, տարբեր քրեական գործերով տարբեր կարգավիճակներ են տալիս Արցախի պետական պաշտոնյաներին, այդ թվում հիշում եք Դավիթ Գալստյանին տևական ժամանակ անհիմն ապօրինի կերպով ձերբակալեցին, հետո կալանավորեցին եւ այլն։ Այսինքն միանշանակորեն հավանականությունը բարձր է։ Արցախի նախագահի պաշտոնակատար ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը եւս կիսում է Բեգլարյանի կարծիքը։ Նշում է, որ փորձում են ճնշել արցախցիներին, սակայն դրանով Արցախի հարցը չի փակվում։ Երեկվա մեր միջոցառումից հետո հենց անմիջապես այսօր առավոտյան ներկայանում են Արցախի ներկայացության շենք եւ սկսում են խուզարկություն։ Դանիելյանն էլ չի բացառում, որ խուզարկությանը կհաջորդեն ձերբակալությունները։ Հիշեցնում է, արդեն մի քանի անգամ Արցախի պաշտոնյաները թիրախ են եղել։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանն էլ խուզարկության ընթացքում հայտնել է, որ ինչ-որ թղթեր են առգրավել ներկայացուցչության շենքից։ Դատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու եւ փաստաթղթեր առևանգելու, սպասենք զարգացումներին։ Փաստաբան Ռոման Երիցյանն էլ չի հասկանում, թե Արցախի ներկայացուցչության շենքում ինչ փաստաթղթեր են փնտրում։ Գործը, որի շրջանակներում իրականացվում է գործողություն, ըստ փաստաբանի կապ ունի ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարեր ուսումնասիրելով դատարանի որոշումը խուզարկության անձամբ ես չեմ արձանագրում։ Քննիչներն իրենց գործն արդեն ավարտել են ու հեռացել շենքից, միջանցքում թողնելով բացված չհրկիզվող պահարանը։
Սադամակարյան, Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Անրանիկ Մասուրյան, ABC Media։ Այս խուզարկությանը մի քանի ժամ առաջ նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Գերմանիայում նա անդրադարձել էր Արցախի հարցին եւ ասել, որ Ադրբեջանին առաջարկում է միասին մշակել ճանապարհային քարտեզ, զուգահեռաբար փակելով երկու թեմաները՝ արցախցիների վերադարձը եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի օրակարգը։ Մասնագետները սակայն ընդգծում են, անհնար է հավասարության նշան դնել այս երկու թեմաների միջև։ Արցախցիների անվտանգ վերադարձի խնդիրը ըստ նրանց իրական եւ մարդու իրավունքների համատեքստ ունեցող հարց է, մինչդեռ արևմտյան Ադրբեջանի գաղափարը քաղաքական սպասարկման համար ձևավորված արհեստական կառույց է։ Ղարաբաղի հարցն էլ լուծված, բոլոր հարցերն էլ լուծված է։ Փաշինյանը Համբուրգից առաջարկ է արել Ալիևին համատեղ փակել Արցախ վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցերը։ Բայց արցախցիների վերադարձի հարցը որևէ առնչություն չունի Ադրբեջանի հորինած, գեղձ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի հետ, ընդգծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Սա շատ հստակ քաղաքականություն է եւ նպատակը ակնհայտ է, քանի որ միջազգային ատյաններում հարցը շոշափվում է, տարբեր բանաձևներ են ընդունել, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք, Արցախ, այդ պահանջը չեզոքացնելու համար Ադրբեջանում հնարել են արևմտյան Ադրբեջանի հասկացողությունը։ Արցախի ազգային ժողովի նախագահը եւս ընդգծում է, Արցախ հավաքական վերադարձի հարցը տարբերվում է Ադրբեջանի, Հայաստան այսպես կոչված վերադարձի հարցից։ Փախստականների վերադարձի մասին երբ որ խոսվում էր Հայաստանի ապրող ադրբեջանցիների եւ Ադրբեջանում ապրող հայերի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդհանրապես կապ չունի եւ այսօր մեկը մյուսի հետ կապվել անիմաստ է եւ սխալ քաղաքականություն է։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անգամ նրանց միջև հավասարություն դնելն է ոչ տեղին համարում։ Ադրբեջանցիները բռնի տեղահանել են նաև Բաքվում, Սումգայիթում գտնվող հայերին, մինչդեռ Հայաստանում ապրող ադրբեջանցիները ինքնակամ հեռացել են։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը, Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե չի վերադառնում, այդ իրավունքի տերը։ Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չի։ Ես ուզում եմ վերադառնալ իմ տուն, ինձպես շատ արցախցիներ, ասում է Արտակ Բեգլարյանը, եւ Փաշինյանը իրավունք չունի փակված համարել վերադարձի իրավունքի իրացման հարցը, ընդգծում է նախկին պետնախարարը։ Միջազգային պարտավորություններ ստանձնելիս, օրինակ փախստականների մասին կոնվենցիան, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ու սահմանադրությամբ է պարտավորություններ է ստանձնել իրավունքների հետ կապված։ Այդ կոնվենցիայում հստակ գրած է, որ փախստականները վերադառնալու իրավունք ունեն եւ հյուրընկալ պետությունը պարտավոր է առավելագույնը կատարել նրանց վերադարձի համար։ Մենք չենք ասում պատերազմեք, մենք ասում ենք քաղաքական օրակարգ բեր այդ հարցը եւ միջազգային դատարանի հրամանը կատարելու համար դիմիր միջազգային համապատասխան կառույցներին ու պետություններին եւ ասա, որ այս հրամանը Ադրբեջանը անբարեխիղճ կերպով չի կատարում։ Ուզում եմ հասկանալ, սա արդյոք պատերազմ է, թե չէ։ Փախստականների վերադարձի հարցը միջազգային կոնվենցիաներով է ամրագրված, որոնց մեծ մասին միացել է Հայաստանը։ Օրինակ 1951 թվականին փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1993 թվականին, ստանալով նորմատիվ հիմք փախստականների կարգավիճակը ճանաչելու, նրանց իրավունքները պաշտպանելու եւ պետության պարտավորությունները սահմանելու համար։ Ի թիվս այլ օրենքների կոնվենցիաների վավերացմանը Հայաստանը նաև ունի ազգային օրենսդրություն փախստականների եւ ապաստանի մասին օրենքը, որը կիրառում է այս միջազգային կոնվենցիաները, ապահովելով փախստականների իրավունքների իրականացման գործընթացները։ Զրուցակիցներս ընդգծում են, միջազգային իրավունքը թույլ է տալիս Արցախ հավաքական վերադարձը, որին դեմ են Փաշինյանն ու Ալիևը։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ փորձագիտական դաշտը քննարկում է վարչապետի համեմատությունը, Փաշինյանի ինքնաթիռը Մոսկվա մեկնելիս մոտ 1 ժամ պարտադրված շրջել է Ռուսաստանի Տվերի մարզի օդային տարածքում, սպասելով վայրեջքի թույլտվությանը, սակայն այն այդպես էլ չի տրվել։
Օդանավը ի վերջո վայրեջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։ Արդեն մի քանի ժամ անց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Փաշինյանը հասել է Մոսկվա։ Մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նաև գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ միջազգային կոնֆերանսին։ Իդեպ Փաշինյանն արդեն ժամանել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անցկացման վայր, նիստի անցկացման սրահում նրան դիմավորել է Միշուստինը։ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով, ցուցարարները պահանջում են ազատ արձակել գործարար Սամվել Կարապետյանին և հայ առաքելական եկեղեցու 4 սրբազաններին։ Ակցիայի ժամանակ Տեր Քերովբե Քահանա Բարսեղյանն ասել է, որ այս ակցիայով ուզում են աշխարհի ուշադրությունը հրավիրել այն անօրինականություններին, հակասահմանադրական քայլերին, որ կատարվում է Հայաստանում։ Այսօր իշխանությունները անթաքույց փորձում են միջամտել ու խառնվել եկեղեցական ներքին գործերին։ Վախի մթնոլորտ ստեղծելով փորձում են ծնկի բերել հայ հոգևորականին եւ հիմնահատակ ավերել հայ եկեղեցին։ Բայց չպիտի ստացվի, որովհետեւ հայ եկեղեցին դարեր շարունակ անցնելով փորձությունների միջով կարողացել է պահել իր միասնությունը, միաբանությունը եւ եղել է երաշխավորը հայի գոյության։ Այսօր 4 սրբազան մեր հայրերը ձերբակալված են մտածածին մեղադրանքներով։ Անարդար կերպով իրենց բանտարկել են, որպեսզի իրենց ձայնը լսելի չլինի։ Միաժամանակ Մայրաթորն է հայտարարություն տարածել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մայրաթորը հուսով է, որ առաջիկայում Էջմիածնում տեղի կունենա ազգային եկեղեցական ժողով, որը կպատասխանի և լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին։ Իսկ այսօր նշանակված Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է։ Պատճառը Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևիչի ներկայանալն էր դատական նիստին։ Մեր շահագրգռվածությունն է, որպեսզի այս նիստերը արագ ընթանան, ապացուցողական եւ այլն, այս բոլոր քայլերը հստակ կերպով շատ արագ առաջանան։ Մեր նպատակը չի գոնե այսպես կոչված մեղադրյալների, իմասելով արդարների, որպեսզի որևէ ձևով հետաձգվեն նիստերը։ Եվ շատ վատ եմ զգում ինձ, երբ որ այս նիստերը հետաձգվում են կամ ընդմիջվում են այս կամ այն պատճառներով նշանակություն չունի եւ ուզում եմ առիթից օգտվելով պատվարժան դատարան նախ ներողություն խնդրել մեր ժողովրդից, ովքեր գալիս են ժամեր են տրամադրում եւ միևնույն ժամանակ նաեւ շնորհակալություն հայտնել ներողություն թե այսօրվա թե որևէ անհարմարության համար։ Միքայել Սրբազանի պաշտպաններն էլ կրկին դիմում են ներկայացրել քրեակատարողական հիմնարկ։ Սրբազանը կտեղափոխվի Իզմիրյան բժշկական կենտրոն եւ կվիրահատվի։ Իսկ ադրբեջանական դատարանը սկսել է Կարեն Ավանեսյանի դատավարությունը։ Նա 2023 թվականի արտագաղթից հետո Ստեփանակերտում մնացած քիչ թվով հայերից մեկն է։ Ավանեսյանին մեղադրում են ահաբեկչական հարձակման փորձի եւ այլ հատկապես ծանր հանցագործությունների համար։ Եվ մինչ Փաշինյանը Մոսկվայում է, կառավարությունում հերթական նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 63 հարց, որից չէր զեկուցվում 59։ Եվս 2 հարց գաղտնի էր։ Ինչ քննարկեցին ու ինչ որոշեցին առանց վարչապետի, Սերդա Մակարյանն է հետևել։ ԿՊԱ-կան պատգամավոր Սասուն Միքայելյանի, Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի Սևան ազգային պարկի տարածքում գտնվող առանձնատները կքանդեն։ Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը։ Տարածքները օտարելու են ու փոխանցեն պետությանը։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զեկույցի ժամանակ նշեց, որ գործընթացը սկսվել է։ Թեպետ կան իրավական որոշ խնդիրներ, սակայն դատախազությունը պատրաստվում է դիմել դատարան։ Գույքերը պատկանում են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բնականաբար հայտնի գույքեր են, մեկը Հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին,
մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքրեր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձին, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Ու այս աշխատանքները հիմնականում վերաբերում են պարոն Թորոսյանի նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին էլ մտահոգել են կառավարության անվան շուրջ պտտվող կեղծ տեղեկությունները։ Հարությունյանը ՏԿ նախարարին հորդորել է ուշադիր լինել ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունների հարցում։ Ըստ Հարությունյանի, նրանք կեղծ տեղեկություններ են տարածում կառավարության մասին։ Շատ են դեպքերը, չեմ ասի բոլորը, բայց շատ են դեպքերը, որ օրինակ պարոն Վարդանյանի հետ Քաղաքին կոմիտեի նախագահի թելը բռնում են, գնում են բում պատճառների եւ պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը կամ գումարը ստացել եւ իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել եւ այդ տնտեսվարողները այսպես տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս եւ ես կուզեմ, որ կոմունիկացիան ճիշտ ապահովենք տեղերում։ Հարությունյանի անհանգստությունը կիսել է ՏԿ նախարար Խուդատյանն ու խոստացել այդ ընկերությունները անպայման լինելու են իրենց ուշադրության կենտրոնում։ Ամբողջությամբ համակարծիք եմ պարոն Հարությունյանի հետ, սա ասում եմ տրամաբանության մեջ, որ շինարարական ընկերության աշխատակիցներն էլ իմանան, որ բոլոր այն դեպքերում, երբ որ շինարարը մեզ կատարողական է տվել, մենք դեկտեմբերի 18-ի դրությամբ բոլոր այդ դեպքերում ֆինանսավորումը իրականացած կլինենք։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ արագ ահազանգման հեռախոսահամարներն են փոխվել, կամ ավելի հստակ դրանց փոխարեն գործելու է մեկ ընդհանուր հեռախոսահամար 112։ Ըստ ներքին գործերի նախարարի տեղակալի այսպես մարդկանց համար ավելի հեշտ կլինի։ Հիմա գործող հեռախոսահամարները շատ են ու քաղաքացին ինքն է ստիպված կողմնորոշվել ահազանգի պահին։ Իսկ մեկ ընդհանուր հեռախոսահամարի դեպքում զանգերի կենտրոնը կվերահասցի զանգ ըստ անհրաժեշտության։ Նախկին 101, 102 եւ 911 հեռախոսահամարները կգործեն այնքան, քանի դեռ իրազեկման ակցիա չի եղել։ Հանրությանը պատշաճ տեղեկացնելուց հետո դրանք այլևս չեն գործի։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման եւ նաեւ շտաբ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։ Կառավարության նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ պաշտոնական այցով Գերմանիա մեկնած Նիկոլ Փաշինյանը այնտեղից միանգամից Ռուսաստան է մեկնել։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եվ մինչ քաղաքական օրակարգում քննարկվում են պետական մակարդակի խոշոր թեմաներ, սոցիալական իրականությունը շարունակում է սեփական օրակարգ ունենալ, հատկապես ամանորից օրեր առաջ։ Գները, շուկաներն ու մարդկանց գնողունակությունն այսօր ամենաքննարկվող թեմաներից են։ Գումի շուկայում արդեն սկսվել է ամանորյա շարժը, բայց այստեղ ամեն ինչ տոնի տրամաբանությամբ չէ։ Մեր նկարահանող խումբը այնտեղ է եղել եւ պարզել ինչ տրամադրություն կա շուկայում եւ ինչն է իրականում թանկացել։ Մանդարինով ալանիներ, գույն շարոցներ ու չրային դեկորացիաներ։ Սաթենիկ Գալստյանը գումի շուկայում մոտ 30 տարի չրերից պատրաստված դեսերտներ է վաճառում։ Ընտանեկան արտադրություն է, քույրերի, հարսների ու թոռների հետ։ Քանի տեսակի մրգեր կա, մենք աշխատում ենք չրեր պատրաստենք, որտեվ կան շատ հաճախորդներ, ամեն մեկը մի տեսակի մրգերի ցանկություն ունի գնելու։ Դրա համար պատրաստում ենք բոլորից։ Իմ ապրանքի գինն ամառ ձմեռ նույնն է, ասում է։ Գնի փոփոխության վրա ազդում է միայն այդ տարում մրգերի շուկայական գինը։ Անհրաժեշտ մթերքները հիմնականում տեղական շուկայից է ձեռք բերում։ Մեծ այգիներ ունեցողներից, որ մշտական ամեն տարի մենք վերցնում ենք, հենց իրենցից էլ վերցնում ենք, որ փորձառուր լինի, էլի, այդ պահը փորձված լինի եւ խոտանը շատ չլինի։ Եթե Սաթենիկի չրերի գինը կայուն է, դրա կողքին անկայուն է շուկայում առկա որոշ այլ ապրանքների գները։ Մարդիկ, որոնք սկսել են ամանորյա առևտուրը, ասում են խանութներում եղած գնաճը ավելի նկատելի է դառնում։ Չնայած հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին էլ զգացվում էր։ Շուկայում հարմար գնով ապրանք ընտրելու համար հարկավոր է երկար փնտրել։ Ընդհանուր խանութ գները ոնց թանկ են ժամեն թոշակառու են։ Դե հարկավոր է ընտրելու վրա է։ Թանկ են, շատ են թանկացել, այո։ Տարբերությունը շատ է ամեն ինչում, ոչ թե ինչ-որ մի հատ մթերք, ընդհանուր շատ է թանկացել։ Թանկացել է, հա, ամեն ինչն է թանկ, էդի նորություն չի աղջիկս։ Միշտ էլ այս նոր տարվա դեմ ամեն ինչ թանկացնում է։ Չրավաճառ տատիկն էլ ասում է 4-5 օր շուկայում է, 1 կիլոգրամ չիրել չի վաճառել։ Որտեղ փող չկա մարդկանց դեռ։
Նայեք, ժողովուրդը հիմա պետք է լիքը մարդիկ լինեն, չկա։ Նոր տարվան ընթരാճ թանկացող հիմնական ապրանքների մասին իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության ղեկավարն է մանրամասնում։ Տարի ենք ունեցել, որ վարունգի գինը թանկացած է եղել 400%-ով, հետո մի քանի օրվա ընթացքում շուկայում այլ դրսի շուկաներից վարունգը հայտնվել եւ մեր նույն վարունգի գինը արագ նվազել է։ Եկել է անգամ ավելի ցածր եղել, քան մի քանի օր առաջներ։ Նույնը լոլիկի շուկայում, բանջար կանաչեղենի շուկայում որոշակի թանկացում կա, բայց դե ծախսի մեջ ամենամեծ բաղադրիչը չի։ Պիպոյանն ասում է, թանկացումները հատկապես ամանորի շեմին, տեղական տնտեսվարողների եւ ներմուծումների մրցակցության հետևանքով կարող են լինել։ Եվ մեր տեղական արտադրողները շուկային դիմակայելու համար իրենք եւս պետք է որոշակի ակցիա անեն, որպեսզի այդ փուլում մեր տեղական արտադրանքը իր մրցունակությունը չկորցնի։ Ներմուծված բրենդը, եթե օրինակ ասում ամանորին ընթരാճ 25% մեծացել է կամ պայմանական գնում ես 1-2-ը մեկը ստանում ես նվեր, որը մոտավորապես 30%-ին համարժեք զեղ չէ, ապա տեղական արտադրողները դիմակայելու համար եւս որոշակի քայլեր պետք է ձեռնարկեն։ Ամանորին ընթരാճ նման ակցիաների եւ թանկացումների ծուղակից խուսափելու համար խորհուրդ է տալիս ընտրողաբար մոտենալ ապրանքներին, երկար քայլել շուկայում։ Ըստ էության այս փուլում ամենակարևորը գնումները խելացի կատարելն է, մի քիչ երկար նայել աջ ծախ, հասկանալ որտեղ ինչ գինա, մենակ հարմարության հետևից չընկնել, որ այս խանութը մոտեր մտնենք առավտուն անեն գնանք տուն, եւ երկրորդ որ ավելի կարեւոր է անպայման գնի այնքան ինչքան անհրաժեշտ է։ Մասնագետը տեղեկացնում է ամանորին կտրուկ կթանկանան այն ապրանքները, որոնց գինը կայուն է եղել տարվա ընթացքում։ Ըստ կանխատեսումների ամենաբարձր գնաճը կլինի տեղական մսի շուկայում։ Ուզում եք արագ ԱՄՆ քաղաքացիություն ստանալ, ԱՄՆ կառավարության ոսկե քարտ կայքը ներկայացրել է թե ինչպես։ Ոսկե քարտ կայքը, որը նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է ամերիկյան քաղաքականություն ստանալու ամենաարագ ուղին, հարուստ օտարերկրացիներին առաջարկում է մշտական բնակության իրավունք $1 միլիոն։ Դիմումի վճարը կազմում է $15,000, որը կպահվի նույնիսկ վիզան մերժվելու դեպքում։ Իսկ Ռուսաստանի Վնուկովո օդանավակայանում մի շարք թռիչքներ են հետաձգվել ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով։ Մարդիկ օդանավակայանում են գիշերել, սպասելով իրենց թռիչքին։ Վաճառքի է հանվել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանտային հուշագրությունը։ Նախկին նախագահի բանտարկյալի օրագիրը գիրքը պատմում է ճաղերի հետևում անցկացրած 20 օրվա մասին։ 216 էջից բաղկացած բանտային հուշագրությունը, որը կազմում է մոտ 11 էջ բանտարկության յուրաքանչյուր օրվա համար, Լասանտեի բանտը նկարագրում է որպես աղմկոտ, դաժան եւ մոխրագույն աշխարհ լի անմարդկային բռնությամբ։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։